Ընդհանրապես գիտեք, մեր բանակում ինչ են զինվորները ինքնասպանություն գործում։ 3 հիմնական պատճառ կա։ Պատճառներից մեկը խաղադրույթներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է, բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները, որ քաղաքացիական կյանքում իրանց ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում եւ դրանք, այսինքն ես ասում եմ, ինչ որ ուսումնասիրությունները, զեկույցները ծանոթալով։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում քնողների նկատմամբ ես այս վերջերս մի ռեպը երգ կա երկի հայաստանյան ռեպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես ասում եմ ինքը խոսում է իր մասին, ասում եմ ես դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասի դիրքում քնող, այս ինչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Չքրական հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում եմ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շակմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է որ դիրքի ժամանակ քնելա, իր նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակութա թե այս դեպքում անվտանգային ինչ որ գերճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի ունենում որոշակի բան մեկուսացում, կղզիացում եւ այլն հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս երեքն են բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը։ Եվ ուզում եմ ասել, որ անձնական, այդ որ ասում են քրեական ենթամշակույթ, տեսեք, շատ դեպքերում մենք վերնագիրը դնում ենք, տենց ասում ենք քրեական, չենք խորանում, դա ինչ նշանակում գործնականում հասկանում եք։ Բանակում 85-90% ինքնասպանությունների դեպքերը կապված են այս 3 իրավիճակների հետ։ Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չգցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք։ Եվ այս է պատճառը, որ մենք մեր ծրագրերում քրեական ենթամշակույթի մասին ենք գրում։ Գրում ենք աշակերտների ֆիզիկական եւ դպրոցներից սկսած ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, աշխարհայացքի ընդլայնման մասին։ Ի վերջո զինվորը պետքա նաեւ բանը լինի, չէ, հոգեբանորեն ամուր լինի, որ նաեւ կարողանա չքնել, կարողանա հարաբերություն այնպես լինի, եթե զգա որ չի կարում չքնի, գնա արթնացնի մեկին ասի լսի։ Արի կես ժամով չեմ կարում, աչքս կպնում է։ Դա արդեն քրեական որ փոխօգնության է տրամաբանությունը, ոչ թե մեկուսացման։ Ես նկատի ունեմ վերնագրերը մեծ շատ դեպքերում եւ այդ առումով շնորհակալ եմ հարցի համար, որ հնարավորություն տվեցիք այս մանրամասները բացեմ։ Որտեղ համոզված եմ լրագրողների մի մասը գիտեն էս, բայց հանրության մեծամասնությունը չգիտի։